արդեն որ երրորդ դարն է մենք դեռ շարունակում ենք հայրենազրկության ճանապարհով անցնել։ Դե հիմա եթե մի $1000 իր ես կորցրել կամ $50 կապ չի, բայց որը քեզ նվիրել է շատ կարևոր մի մարդ, որը շատ կարևոր մասունք է քեզ համար, այդ մարդուց մնացած։ Ու ամբողջ կյանքում չես մոռանում, եթե նայենք ու տեսնենք, թե ինչ է նշանակում տուն կորցնելը, ընտանիք կորցնելը, հայրենի գյուղ կորցնելը, հայրենի քաղաք, հարազատների գերեզմաններ կորցնելը, խորանանք, վերանայենք մեզ, մի քիչ հասկանանք ինչ է կատարվում։ Այդ արտահայտությունից սիրտս կանգնում է, ինչ է նշանակում արցախցիներն եկել են մեր հաշվին այստեղ ապրում են։ Բանականությունից զուրկ մարդու արտահայտություն է։ Հիմա նույնիսկ չեմ ուզում վերարտադրեմ, որովհետև այդ տեսանը որ գալիս է, չեմ կարողանում չհուզվել, երբ վերջին օրերին այնտեղ թաղում էին զոհված տղերքին, պատկերացնի հոգեբանությունը հարազատի, որը գիտի, որ հիմա այս գերեզմանը թողելու է ու գնա։ Դա սարսափելի բան է։ Դա սարսափելի բան է։ Այդ եմ ասում էլ ինչ որ շատ անտարբեր ապրում են։ Ու շատ արագ մոռանում ենք, որ Հայաստանի բնակչության երևի թե մի զգալի մասը, 60%-ից ավելին, բոլորս հայրենազրկվածների ժառանգներ ենք։ Այդ երբ մոռացանք, որ մեր պապերն են այդ նույն ձևով կորցրել, այդ նույն ձևով զոհվել, գաղթել, ու այդ գաղթել բառը անդադար մեզ հետ է, մինչև երբ ենք ուշքի գալու։